Ռուսաստանում խոշոր սողանքներ։ Սաուդյան Արաբիայում մինչև 1 մետր բարձրությամբ կարկուտի կույտեր։ Խաղաղ օվկիանոսում աննախադեպ հզոր Սինլակու գերթայֆունը։ ԱՄՆ-ում մի շարք ավերիչ փոթորիկներ։ Այս զեկույցը ներկայացնում է վերջին շաբաթվա առավել անոմալ կլիմայական իրադարձությունները եւ բացատրում, թե ինչն է դառնում գոյատևման առանցքային գործոն, երբ փրկարարական ստանդարտ սցենարները ձախողվում են ամենակրիտիկական պահին։ Միացյալ Նահանգներ։ Անցած շաբաթ Միացյալ Նահանգների կենտրոնական հատվածը բախվեց փոթորիկների շարքի հետ։ Ապրիլի 17-ին համակարգը հասավ իր գագաթնակետին, առաջացնելով տորնադոների բռնկում։ Նախնական տվյալներով գրանցվել է 70-ից ավելի դեպք, որոնցից մի քանիսը, ըստ գնահատումների, հասնում էին EF3 ուժգնության։ Սկզբում աղետի ազդեցությունը զգացվում էր Մինեսոտա նահանգի որոշ շրջաններում։ Ռոչեսթեր քաղաքի մերձակայքում պտտահողմերն անցել էին բնակելի թաղամասերով, վնասելով շենքերն ու պոկելով տանիքները։ Մարիոն քաղաքում մոտ 30 տուն էր վնասվել, իսկ ամբողջ թաղամասեր ծածկվել էին բեկորներով, ընկած ծառերով եւ կառույցների մնացորդներով։ Վիսկոնսինում Ռինգլ փոքրիկ քաղաքում տորնադոն վնասել էր մոտ 75 տուն։ Որոշ բնակիչներ հայտնվել էին նկուղներում արգելափակված եւ փրկարարների օգնության կարիքն ունեին։ Մեկ օր առաջ, ապրիլի 15-ին, Ուոկեշա քաղաքում փոթորկի ժամանակ կայծակից զոհվել էր մի տղամարդ։ Լուրջ հետևանքներ գրանցվեցին նաեւ Իլինոյս եւ Միսսուրի նահանգներում։ Աղետը հարվածել էր ինչպես բնակելի թաղամասերին, այնպես էլ քաղաքային ենթակառուցվածքներին։ Կենսական կարևոր համակարգերը զգալի վնաս էին կրել։ Էլեկտրահաղորդման գծերը վնասվել էին եւ տարածքի մեծ մասը մնացել էր առանց էլեկտրաէներգիայի։ Միաժամանակ տորնադոների հետ տարածաշրջանը պատվել է խոշոր կարկուտով։ Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել են հարյուրավոր դեպքեր, այդ թվում 7 սանտիմետրից ավելի չափի կարկտահատիկներով։ Սառցե հատիկները վնասել են ավտոմեքենաները, պատուհանները եւ շենքերի տանիքները, ավելի ծանրացնելով տորնադոների հետևանքները։ Ամենամեծ վնասը պատճառել են ջրհեղեղները։ Մեծ լճերի շրջանում, հատկապես Միչիգան եւ Վիսկոնսին նահանգներում երկարատև հորդառատ անձրևները, հողի գերխոնավացման եւ ակտիվ ձնհալի պայմաններում հանգեցրել են լայնածավալ ջրհեղեղների։ Գետերը դուրս են եկել իրենց ափերից, որոշ վայրերում հասնելով ռեկորդային մակարդակների։ Մասկեգոն գետի ջրի մակարդակը բարձրացել է պատմական նշաձողերից վեր, ինչը հանգեցրել է բնակիչների շտապ տարհանման կրոտոն ամբարտակից ներքև գտնվող ողողվող տարածքներից։ Ամբարտակները հայտնվել են կրիտիկական ծանրաբեռնվածության տակ։ Որոշ վայրերում ջուրը անցել է պաշտպանական կառույցների վրայով, իսկ հողե ամբարտակների որոշակի ճեղքումներ հանգեցրել են բնակելի շրջանների հեղեղման, ազդելով հարյուրավոր բնակիչների վրա։ Իշխանությունների ներկայացուցիչը այս ջրհեղեղը անվանել է աննախադեպ։ Նրա խոսքով այս տարածքում ապրում են տոկուն մարդիկ, սակայն տեղի ունեցածի մասշտաբները գերազանցել են նրանց հնարավորությունների սահմանները։ Սաուդյան Արաբիա։ Ապրիլի 13-ից սկսած Սաուդյան Արաբիայում ուժեղ անձրևներ, ամպրոպներ եւ ուժեղ կարկուտ է տեղացել։ Մայրաքաղաք Ռիադում տեղացած անձրևները մի քանի րոպեում առաջացրել են ջրի սրընթաց հոսանքներ, որոնք կարկուտի հետ խառնվելով վերածվել են սառցե գետերի։ Որոշ անապատային տարածքներում կարկուտի խորությունը գերազանցել է 1 մետրը։ Աննախադեպ մեծ սառցե կույտերը հանգեցրել են բազմաթիվ անասունների մահվան, վնաս պատճառելով անասնապահներին։ Փոթորիկն ուղեկցվել է մոտ 60 ժամում 60 կիլոմետր արագությամբ քամիներով, որոնք հանգեցրել են տեսանելիության կտրուկ նվազման եւ երթևեկության լուրջ խափանումների։ Օդ բարձրացած ավազը վառ նարնջագույնով է ներկել երկինքը Սակակա քաղաքի վրա։ Իսկ Ալ-Քասիմ շրջանում քամու հզոր պոռթկումները շրջել են մի քանի ծանր բեռնատարներ։ Ռուսաստան։ Ռեկորդային տեղումների եւ ջրհեղեղների հետևանքով Դաղստանում նոր աղետ է վրա հասել, սողանքներ։ Խոնավությամբ գերհագեցած հողը լեռնալանջերին սկսել է շարժվել, դանդաղ սահելով ներքև եւ իր հետ տանելով ճանապարհներ, հաղորդակցության գծեր եւ շենքեր։ Լևաշինսկի շրջանում տեղի է ունեցել մի քանի կիլոմետր երկարությամբ սողանք։ Տոննաներով հող է լցվել Նաքֆեր գետը, փակելով հունը եւ ստեղծելով մոտակայքում գտնվող բնակավայրերի հեղեղման վտանգ։ Դախադայևսկի շրջանում Ուրկարախ գյուղի բնակիչները մի քանի օր շարունակ հետևել են, թե ինչպես է տարերքը քանդում այն ամենը, ինչ նրանք տարիներով կուտակել, կառուցել եւ ստեղծել էին։ Շենքերը, որոնք թվում էր, թե կառուցված էին տարերով ծառայելու համար, պարզապես փլվել են, ինչպես խաղաթղթե տնակներ։ 28 տուն ամբողջությամբ ոչնչացվել է, եւս մոտ 100-ը շարունակում են մնալ փլուզման վտանգի տակ։ Վտանգավոր գոտուց տարանվել է մոտ 200 մարդ։ Հողը շարունակում է բառացիորեն սահել մարդկանց ոտքերի տակ։ Տեղական սեյսմիկ դիտակետը անընդհատ արձանագրում է հողի շարժումներ ավելի քան 16 հեկտար տարածքում։ Ուրկարախում վնասվել է նաև ջրամատակարարման համակարգը եւ բնակիչներին ջուր են մատակարարում ջրատար մեքենաներով։
Տախադաևսկի շրջանում զգալի վնասներ են կրել հանրապետական եւ ներհամայնքային նշանակության ճանապարհները, ինչպես նաեւ քարե կամուրջը։ Ապրիլին Դաղստանի լեռնային շրջանները բառացիորեն ծածկվել էին ձյունով։ Որոշ վայրերում ձյան կուտակումները հասել են մինչև 2 մետրի, մարդիկ շաբաթներով մնացել են առանց կապի եւ արտաքին աշխարհից մեկուսացված։ Լաքսկի եւ Կուլինսկի շրջաններում ձյան ծանրության տակ տներ են փլվել։ Հումանիտար օգնությունը այստեղ հասցվում էր այն ավիացիայի միջոցով։ Ձնահյուսերը, որոնք ավելի շատ հիշեցնում էին ջրվեժներ, ինչպես նաեւ փլուզումները, արտաքին աշխարհից կտրել էին Տլյարատինսկի շրջանի բնակավայրերը։ Սուլակ բարձր լեռնային օդերևութաբանական կայանը ծածկվել էր ռեկորդային տեղումներով։ Ձյան թակարդում հայտնված աշխատակցին հարկ է եղել տարանել ուղղաթիռով։ Ապրիլի 13-ին Ցունտինսկի շրջանում մի քանի օր շարունակվող առատ տեղումներից հետո տեղի է ունեցել ձնահյուս։ Փլատակների տակ է հայտնվել Շայթլի գյուղի մի մասը։ Վնասվել են բնակելի տներ։ Փրկարարական գործողությունները զգալիորեն բարդացել են անբարենպաստ եղանակային պայմանների, ինչպես նաև կապի եւ էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով։ Մարդկանց մի մասին հաջողվել է փրկել հենց տեղացիների ուժերով, նրանք ձեռքով քանդել են ձյունն ու փլատակները, դուրս բերելով տուժածներին դրանց տակից։ Ձյան զանգվածի տակ էին հայտնվել մի մայր իր 7-ամյա որդու հետ, որոնք այնտեղ անցկացրել էին 8 ժամ։ Նրանց դուրս են բերել կենդանի, սակայն ստացած վնասվածքների հետևանքով կինը մահացել է հիվանդանոցում։ Մալայզիա։ Ապրիլի 19-ի գիշերը Բորնեո կղզու Սաբահ նահանգի ափամերձ լողացող համայնքում բռնկվեց մեծ հրդեհ։ Ուժեղ քամու եւ փայտե տների մոտիկության պատճառով, որոնք գտնվում էին ցուցագերանների վրա, հրդեհը արագ տարածվեց ամբողջ գյուղով մեկ։ Մի քանի րոպեում բոցը կլանեց շենքերի ամբողջ շարքերը։ Իրավիճակը բարդացավ ցածր մակընթացության պատճառով, որը թույլ չտվեց հրշեջներին հասնել բաց ջրի աղբյուրին, իսկ նեղ մերձատար ուղիները խոչընդոտեցին հրշեջ սարքավորումների հասանելիությունը։ Այնուամենայնիվ, հրդեհը վերահսկողության տակ առնվեց 2.5 ժամ անց։ Ըստ շրջանային ոստիկանության, զոհերի մասին հաղորդագրություններ չկան, չնայած որոշ մարդիկ թեթև վնասվածքներ են ստացել, փորձելով փրկել գույքը կամ օգնել ուրիշներին։ Այս համայնքում, որը երկրի ամենաաղքատ համայնքներից մեկն է, հրդեհը ոչնչացրեց տների ավելի քան 80%-ը։ Ավելի քան 9000 բնակիչ մնաց անօթևան։ Իշխանությունները ստեղծեցին 3 տարհանման կենտրոն եւ տարածքը հայտարարվեց աղետի գոտի։ Վիետնամ։ Ապրիլի 16-ին Վիետնամի հյուսիսային նահանգներին հարվածեց ամպրոպներով, քամիներով եւ կարկուտով ուժեղ փոթորիկը։ Ապրիլի 17-ին Թայ Նգույեն նահանգում ծառի ընկնելուց հետո մի կին մահացավ։ Լաոցայ նահանգը հատկապես ծանր հարված ստացավ, քանի որ ուժեղ կարկուտը հարվածեց Բաքհա համայնքին։ Մինչև 7 սանտիմետր չափի սառցե կտորները խլացնող աղմուկով կոտրեցին տների տանիքները, պատուհանները եւ վնասեցին մեքենաները։ Ականատեսները նշում են, որ այս կարկուտը ավելի երկարատև, ավելի ինտենսիվ եւ ավելի ավերիչ էր, քան նախկինում տեսած ցանկացած այլ կարկուտը։ Ուժեղ քամիները պոկեցին 1000-ից ավելի շենքերի տանիքները։ Մեկ շենքի փլուզման հետևանքով 4 մարդ վիրավորվեց։ Փոթորիկը ոչնչացրեց ավելի քան 200 հեկտար մշակաբույսեր եւ մոտավորապես 370 հեկտար բթխատու այգիներ, մասնավորապես սալորենու եւ տանձենու ծառեր։ Պտուղները րոպեների ընթացքում թափվեցին գետնին։ Տեղի բնակիչները գործնականում զրկվեցին իրենց բերքից, որը նրանց եկամտի հիմնական աղբյուրն է։ Փոթորիկը սպանեց նաև մոտ 500 թռչուն։ Սինլակու թայֆուն։ Սինլակու գերթայֆունը Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասից ի հայտ եկած ամենահզոր եւ անոմալ արևադարձային ցիկլոններից մեկն էր։ Այն ձևավորվել է Միկրոնեզիայի ջրերի վրա, որպես ամպրոպների տիպիկ կույտ, բայց հետո համակարգը սկսել է զարգանալ բոլորովին անտիպ արագությամբ։ Ընդամենը 72 ժամվա ընթացքում այն արևադարձային դեպրեսիայից վերածվել է 5-րդ կատեգորիայի գերթայֆունի, ժամում 280 կիլոմետրը գերազանցող քամիներով։ Մի պահ այն 24 ժամվա ընթացքում հասել է ժամում 120 կիլոմետր արագության, ինչը մոտ է դիտարկումների վերին սահմաններին։ Այս ուժգնացման հիմնական գործոնը ամբնականորեն տաք օվկիանոսային ջրերն էին։ Գուամ կղզու հարավ-արևելքում գտնվող տարածքում, որտեղ համակարգը ուժ էր հավաքում, մակերևույթի ջերմաստիճանը հասել է 30-ից 32 աստիճանի, ինչը զգալիորեն բարձր է նորմայից, հատկապես ապրիլի համար։
Արևմտյան Խաղաղ օվկիանոսում թայֆունների գագաթնակետային սեզոնը սովորաբար տեղի է ունենում հունիսին, իսկ Սինլակուի նման հզոր արևադարձային ցիկլոնը ապրիլին չափազանց հազվադեպ է։ Արբանյակային դիտարկումները նաև գրանցել են չափազանց հազվագյուտ ուղղահայաց կառուցվածք։ Կենտրոնական կոնվեկցիոն գոտում ամպերի վերին ջերմաստիճանը կազմել է մոտավորապես -95.7 աստիճան Ցելսիուս։ Սա գրեթե համապատասխանում է տրոպոպաուզայի մակարդակին, տրոպոսֆերայի վերին սահմանին։ Սա նշանակում է, որ փոթորկի ներսում բարձրացող հոսանքներն այնքան հզոր էին, որ բեկել են տրոպոսֆերայի վերին շերտերը։ Նման կառուցվածքը վկայում է համակարգի չափազանց բարձր էներգոարդյունավետության մասին, որտեղ օվկիանոսի թաքնված ջերմությունը առավելագույն արագությամբ վերածվում է պտտման կինետիկ էներգիայի։ Բացի այդ, Սինլակուի առանձնահատկություններից էին նրա մեծ չափերը և դանդաղ շարժումը։ ԱՄՆ-ի Գուամ կղզում գտնվող ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, թայֆունային ուշքնության քամիների գոտին կենտրոնից տարածվում էր մոտ 443 կիլոմետր։ Այն տարածքները, որոնց վրա Սինլակուան գրեթե կախված վիճակում էր, մոտ 48 ժամ շարունակ գտնվում էին կործանարար քամիների և ուժեղ տեղումների ազդեցության տակ, ինչը բազմակիորեն մեծացրել է պատճառված վնասը։ Թայֆունը իր հետևից թողել է ավերված տներ, վնասված ճանապարհներ և նավահանգստային ենթակառուցվածք, ինչպես նաև առաջացրել է էներգամատակարարման և ջրամատակարարման լուրջ խափանումներ։ Չուկ նահանգի որոշ շրջաններում բաշխիչ էլեկտրացանցերի մինչև 75% դուրս են եկել գործարկումից։ Հեռախոսային կապը, ներառյալ արտակարգ իրավիճակների ծառայություններին դիմելու հնարավորությունը, գրեթե իսպառ բացակայում էր, ինչը զգալիորեն բարդացրեց փրկարարական աշխատանքները և համակարգումը։ Աղետի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, իսկ տուժածների և զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տեղեկությունները շարունակում են ստացվել մեկուսացված շրջաններից։ Այս ավերիչ երևույթի հիմնական հարվածը կրել են հյուսիսային Մարիանյան կղզիները, ներառյալ Սայպանն ու Թինյանը։ Թայֆունի աչքն անցել է անմիջապես դրանց վրայով, քամու կայուն արագությամբ, ժամում մոտ 233 կիլոմետր, իսկ պոռթկումներով մինչև 282 կիլոմետր, ինչը համապատասխանում է Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով 4-րդ կատեգորիային։ Քամուց բացի, վճռորոշ դեր խաղաց նաև փոթորկային ալիքը։ Որոշ վայրերում ալիքները հասնում էին 9 մետրի, առաջացնելով խոշոր ափամերձ ավերածություններ։ Սայպան կղզին, որը հայտնի է իր հանգստավայրերով և սուզվելու հնարավորություններով, փաստացի կաթվածահար էր եղել։ Բնակչության մի մասը տարանվել էր հատուկ կենտրոններ, իսկ հարյուրավոր զբոսաշրջիկներ հայտնվել էին անօգնական վիճակում, թռիչքների չեղարկման պատճառով։ Թայֆունի ժամանակ 6 հոգի վնասված նավի վրա անհետացել էին այն բանից հետո, երբ ապրիլի 16-ին կապը կտրվել էր։ Որոնողական աշխատանքներն իրականացնում էր ԱՄՆ առափնյա պահպանությունը, սակայն 4 օր անց նրանց դեռ չէին գտել։ Եթե նայենք, թե ինչպես են զարգանում ժամանակակից կլիմայական աղետները, ակնհայտ է դառնում, որ մարդը գրեթե միշտ բառացիորեն մնում է տարերքի դեմ միայնակ։ Այս իրադարձությունները տեղի են ունենում չափազանց հանկարծակի, զարգանում են շատ արագ և առաջին րոպեներին, երբեմն նաև ժամերին, փրկարարական ծառայությունները ֆիզիկապես չեն հասցնում օգնություն ցուցաբերել։ Նույնիսկ արձագանքման համակարգի իդեալական կազմակերպման դեպքում կա արագության սահման։ Իսկ հետո ավելանում է ևս մեկ գործոն՝ տարածքի հասանելիությունը։ Քանդված ճանապարհներ, փլատակներ, ջրածածկ տարածքներ, ծայրահեղ եղանակային պայմաններ, այս ամենը կարող է լիովին մեկուսացնել տուժած շրջանը։ Փաստորեն, առաջին մարդը, ով կարող է մեզ օգնության հասնել արտակարգ իրավիճակում, հարևանն է։ Որքան հաճախ ենք մենք նորություններից լսում, որ տեղացիները օգնում են մաքրել ձյունը, երկրաշարժերից հետո քանդել փլատակները, իսկ տեխնիկայի բացակայության դեպքում մեր ձեռքերով փորում են սողանքները և անում շատ այլ բաներ։ Սակայն քանի դեռ մենք ինքներս պատրաստ չենք օգնել հարևանին, պետք չէ նրանից օգնություն սպասել։ Նա մտածում է նույնպես, ինչպես և մենք, և ապրում է նույն պայմաններում։ Անհրաժեշտ է անձամբ օրինակ ծառայել ուրիշների համար և հիշել պատասխանատվության մասին, ընտանիքի անդամների և նույն հարևանների նկատմամբ։ Կարևոր է ունենալ արձագանքման սցենարներ, քանի որ ծայրահեղ իրավիճակներում մարդիկ կարող են ապակողմնորոշել ինչպես իրենց, այնպես էլ մյուսներին։ Եվ պետք է հասկանալ։ Այնպես, ինչպես մենք ենք նայում ուրիշներին, ճիշտ նույն կերպ էլ նրանք են նայում մեզ։ Մտածեք այդ մասին, գիտեք արդյոք, թե ինչպես պետք է վարվել ջրհեղեղի, տորնադոյի կամ երկրաշարժի ժամանակ։ Այդպիսի սցենարները պետք է նախապես մշակել նույնիսկ այն աղետների համար, որոնք երբեք նախկինում չեն եղել ձեր տարածաշրջանում, քանի որ այժմ դրանք ընդլայնում են իրենց աշխարհագրությունը և առաջանում են ամենաանսպասելի վայրերում։ Այդ պատճառով հարևանին օգնելու պատրաստակամությունը, պատասխանատվությունը և մտածված գործողությունների սցենարները այն են, ինչը կարող է կյանքեր փրկել։